Ինչ եթե ասեմ ձեզ, որ կան այնպիսի մեղքեր, որ այնքան լուրջ են, այնքան կործանարար հոգու համար, որ Աստված հստակորեն ասել է, դրանք երբեք չեն ներվի։ Դուք գուցե մտածեք, բայց միթե Աստված սիրով ու կարեկցանքով լի չէ, միթե նա չի ների բոլոր նրանց, ովքեր խնդրում են։ Այո, Աստված իսկապես սիրում է, նրա ողորմությունը անսահման է, բայց Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ կան սահմաններ, գծեր, որոնց անցնելը հանգեցնում է հետևանքների, որոնք մնում են հավերժ։ Այս մեղքերը պարզապես սխալներ չեն։ Դա գիտակցված մերժում է Աստվածաշնչության, ապստամբություն նրա դեմ եւ ընտրություն, որը հանգեցնում է Աստծո հետ հավերժական խզման։ Եվ ինչն է հատկապես անհանգստացնում, շատերը այսօր գործում են այդ մեղքերը առանց նույնիսկ գիտակցելու դա։ Թույլ տվեք հարցնել, գուցե դուք եք վտանգի տակ ընկնելու այդ աններելի մեղքերից մեկի մեջ։ Սա պարզապես Աստվածաշնչից դաս չէ, սա լուրջ զգուշացում է եւ այն գալիս է ուղղակիորեն Սուրբ Գրությունից։ Այսօր մենք կխոսենք 6 մեղքերի մասին, որոնք ըստ Աստվածաշնչի չեն կարող ներվել։ Որոշները գուցե սպասեիք, մյուսները կզարմացնեն ձեզ, իսկ որոշները կլինեն ավելի մոտ ձեր կյանքին, քան կարծում եք։ Այս ամենի նպատակը ձեզ վախեցնելը չէ, նպատակը պաշտպանելն է, որովհետև հենց որ իմանաք, թե ինչ են այդ մեղքերը, կհասկանաք, թե ինչու են դրանք այդքան վտանգավոր եւ ինչ պետք է անել, որպեսզի խուսափեք դրանցից։ Պատրաստ եք, այդ դեպք սկսենք։ Գլուխ առաջին՝ մեղքը, որը չի կարող ներվել, Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը։ Սկսենք այն մեղքից, որի մասին Հիսուսը հստակ ասաց. այն չի ներվի։ Սա ոչ մեկի կարծիքն է, ոչ էլ ենթադրություն։ Սրանք Հիսուս Քրիստոսի իսկ խոսքերն են։ Մատթեոսի ավետարանում 12:12-ում Հիսուսն ասում է. «Ասում եմ ձեզ ճշմարտությունը, ամեն մեղք եւ ամեն հայհոյանք կներեն մարդկանց, բայց Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի։ Նույնիսկ եթե մեկը խոսի Սարդարի որդու դեմ, կներեն նրան, բայց ով խոսի Սուրբ Հոգու դեմ, չի ստանա ներում, ոչ այս դարում, ոչ էլ գալիքում»։ Լսել եք, Հիսուսի խոսքերով բոլոր մեղքերը կարող են ներվել, բացի մեկից՝ Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։ Բայց ինչ է դա նշանակում իրականում։ Ոմանց համար այս համարը կարող է վախեցնող թվալ։ Մարդիկ սկսում են անհանգստանալ, իսկ եթե ես արդեն գործել եմ այդ մեղքը, արդեն ուշ է ինձ համար։ Եկեք ավելի մանրամասն քննենք, թե ինչ է նշանակում հայհոյել Սուրբ Հոգուն։ Հայհոյանք բառը նշանակում է ծաղր, մերժում կամ անտեսում Սրբի նկատմամբ, բայց այստեղ խոսքը ոչ միայն կոպիտ խոսքերի մասին է, դա շատ ավելի լուրջ բան է։ Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը գիտակցված, լիակատար եւ վերջնական մերժումն է նրա ազդեցության ձեր կյանքում։ Սա ոչ թե պահի կասկած է, ոչ թե հավատի հետ պայքար եւ ոչ էլ պատահական խոսքեր զայրույթի մեջ։ Դա համար եւ դիտավորյալ մերժում է Աստծո ճշմարտության եւ Սուրբ Հոգու գործի։ Մտածեք այսպես, հենց Սուրբ Հոգին է օգնում մեզ գիտակցել մեր մեղքերը։ Նա առաջնորդում է մեզ դեպի ապաշխարություն եւ փրկություն։ Եթե մերժում եք նրան, դուք շրջվում եք փրկության միակ ճանապարհից։ Հենց դա է պատճառը, որ այդ մեղքը չի կարող ներվել, որովհետև դուք մերժում եք նրան, ով է տալիս ներումը։ Փարիսեցիները վառ օրինակ են այդ մեղքի։ Առաջին անգամ Հիսուսը խոսեց այս աններելի մեղքի մասին փարիսեցիների հետ վեճի ժամանակ։ Ահա թե ինչ տեղի ունեցավ։ Հիսուսը հրաշքներ էր գործում, դևեր էր հանում, հիվանդներին բժշկում, մարդկանց ազատում հոգևոր կապանքներից։ Սուրբ Հոգու ուժը ակնհայտորեն գործում էր, բայց փարիսեցիները անսպասելիորեն արձագանքեցին։ Փոխանակ ճանաչելու աստվածային ուժը, որ կանգնած է այդ հրաշքների հետևում, նրանք մեղադրեցին Հիսուսին, որ նա գործում է չարի ուժով։ Նրանք ասացին. նա դևերին հանում է Բելզեբուղի, դևերի իշխանի ուժով։ Մատթեոս 12:24։ Հասկանում եք, թե ինչ արին նրանք։ Նրանք սեփական աչքերով տեսան Սուրբ Հոգու գործողությունները։ Նրանք ականատես եղան Աստծո ակնհայտ ուժին եւ փոխանակ հավատալու անվանեցին դա չարի գործ։ Սա ոչ թե սխալ հասկացություն էր, ոչ թե անտեղյակության արդյունք, այլ գիտակցված եւ թշնամական մերժում Աստծո ուժի։ Հենց այդ ժամանակ Հիսուսը նրանց տվեց լուրջ զգուշացում. Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը երբեք չի ներվի։ Բայց ինչու՞ է այս մեղքն այդքան վտանգավոր։ Ոմանք հարցնում են. կարող է արդյոք քրիստոնյան գործել այդպիսի մեղք։ Ահա ճշմարտությունը։ Եթե դուք անհանգստանում եք, թե արդյոք գործել եք այն, դա իրականում ուժեղ նշան է, որ դուք չեք գործել։ Ինչու՞։
որովհետև նրանք, ովքեր իսկապես ընկնում են այդ մեղքի մեջ, ոչ մի անհանգստություն չեն զգում։ Նրանց սրտերը այնքան կարծրանում են, որ ոչինչ չեն զգում։ Նրանք հստակ տեսնում են Աստծո ճշմարտությունը և գիտակցաբար մերժում են այն։ Նրանք ծաղրում են նրա հոգուն։ Նրանք լիովին փակվում են ապաշխարության հնարավորությունից, և երբ ապաշխարության դուռը փակվում է, այլևս չի բացվում։ Ահա թե ինչն է այս մեղքն այդքան սարսափելի դարձնում։ Խոսքը ոչ թե մեկ արարքի կամ սխալի մասին է։ Դա սրտի մշտական վիճակ է։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Պատկերացրեք, որ դուք խեղդվում եք օվկիանոսի մեջտեղում։ Ինչ-որ մեկը նետում է ձեզ փրկարարողակ, ձեզ փրկելու համար, բայց փոխանակ բռնելու դուք կրկին ու կրկին հետ եք մղում այն։ Ի վերջո դուք խեղդվում եք ոչ թե այն պատճառով, որ փրկություն չկար, այլ որովհետև դուք ինքներդ հրաժարվեցիք ընդունել այն։ Խոսքը ոչ թե այն մասին է, որ շանս չկար, այլ այն մասին, որ դուք շրջվեցիք միակից, ով կարող էր փրկել ձեզ։ Ահա թե ինչու է այս մեղքն այդքան լուրջ։ Այն նշանակում է մերժում այն հոգու, ով առաջնորդում է դեպի ներում։ Զգուշացում սրտի կարծրացման դեմ։ Աստվածաշունչը կոչ է անում մեզ չկարծրացնել մեր սրտերը։ Եբրայեցիներին 3:7-8-ում ասվում է. «Եթե այսօր լսեք նրա ձայնը, մի կարծրացրեք ձեր սրտերը»։ Այնպես որ եթե դեռ զգում եք, թե ինչպես է Աստված խոսում ձեզ հետ, եթե ձեր ներսում ինչ-որ բան արձագանքում է ճշմարտությանը, դեռ հույս ունեք, բայց զգույշ եղեք։ Ամեն անգամ, երբ հետ եք մղում այդ զգացումը, ավելի հեշտ է դառնում անտեսել այն։ Ամեն մերժմամբ սիրտը մի փոքր ավելի կարծրանում է։ Ինչ-որ պահի դուք կարող եք ընդհանրապես դադարել նկատել նրա ներկայությունը, և երբ այդ կապն անհետանում է, վերադարձ չկա։ Եթե հենց հիմա մտածում եք, ես ուզում եմ հետևել Աստծուն, չեմ ուզում փակվել նրանից, ապա մխիթարվեք։ Այդ մեղքը գործած մարդը նույնիսկ չէր անհանգստանա։ Հենց այն փաստը, որ դուք անհանգստացած եք, նշանակում է, որ Սուրբ Հոգին դեռ խոսում է ձեզ հետ, բայց մի անդեսեք նրա ձայնը։ Երբ Աստված կանչում է, պատասխանեք։ Երբ զգում եք, թե ինչպես է նա դիպչում ձեր սրտին, լսեք։ Սա շատ ցավալի թեմա է, բայց պետք է դիպչել դրան։ Շատ մարդիկ, այդ թվում քրիստոնյաներ, տառապում են ծանր հոգեկան վերքերից, անհանգստությունից, դեպրեսիայից և ինքնավնասման մտքերից։ Ոմանք, խավարով պատված, ընդունում են ողբերգական որոշում՝ ավարտել իրենց կյանքը։ Բայց թող այս ճշմարտությունը հնչի մեղմ, բայց հստակ։ Ինքնասպանությունը պարզապես ողբերգություն չէ։ Դա Աստծո կողմից սուրբ դարձվածի, ձեր մարմնի, նրա տաճարի ամենաեղանակային կործանման արարքն է, և այն հետևանքներ է բերում, որոնք գերազանցում են այս կյանքի սահմանները։ Նախքան արձագանքելը պարզապես կանգ առեք և լսեք։ Շատերը, ովքեր մտածում են ինքնասպանության մասին, գտնվում են ուժեղ հոգեկան ցավի և տառապանքի վիճակում։ Աստված տեսնում է այդ ցավը և կարեկցում է։ Նրա սիրտը ցավում է նրանց համար, ովքեր տառապում են։ Բայց ճշմարտությունն այն է, որ կյանքից զրկել ինքդ քեզ, դա Աստծո տված պարգևի մերժումն է։ Դա նման է կործանել այն, ինչ նա ստեղծել է սիրով ձեզ համար։ Դա նշանակում է, որ դուք այլևս չեք վստահում նրան ձեր կյանքը, իսկ մահից հետո անհնար է վերադառնալ և խնդրել ներում։ Ահա թե ինչու է այս ընտրությունն այդքան լուրջ։ Եթե նման մտքեր են տանջում ձեզ, մի լռեք, խոսեք ինչ-որ մեկի հետ, աղոթեք, փնտրեք Աստծուն։ Մի ընտրեք այն ճանապարհը, որից այլևս հնարավոր չէ շրջվել։ Նույնիսկ ամենամութ պահերին Աստված դեռ նպատակ ունի ձեր կյանքի համար, և եթե թույլ տաք նրան, նա կօգնի ձեզ բուժվել։ Կախվածություն՝ դանդաղ և անտեսանելի կործանիչ։ Կախվածությունը մարմինը կործանելու ամենավնասակար ձևերից մեկն է։ Թե թմրանյութերը, թե ալկոհոլը, թե ծխախոտը, թե գերխմելը կամ ցանկացած այլ սովորություն, որը սկսում է կառավարել ձեր կյանքը։ Այս կախվածությունները աստիճանաբար կործանում են Աստծո ստեղծած մարմինը։ Սուրբ գրքում ասվում է. «Մի հարբեք կինով, որից առաջանում է անարակություն, այլ լցվեք հոգով» Եփեսացիներ 5:18, և «Ոչինչ չպետք է տիրի ինձ» Կորինթացիներին 1:6-12։ Եթե ինչ-որ բան տիրել է ձեզ, դա նշանակում է, որ այն կառավարում է ձեր կյանքի մի մասը, և եթե այն վնաս է պատճառում ձեր մարմնին, ապա կործանում է հենց Աստծո տաճարը։ Աստված զգուշացնում է. եթե շարունակեք այս ճանապարհով առանց ապաշխարության, ձեզ սպասվում է դատաստան։ Աբորտ։
Դժվար, բայց կարևոր ճշմարտություն։ Աբորտը Աստծո ծրագրի ամենախոր խախտումներից մեկն է։ Այս թեման ուժեղ հույզեր է առաջացնում, բայց լռությունը ելք չէ։ Աբորտը կյանքի դադարեցումն է դեռևս նախքան այն հասցնի դառնալ այն, ինչ Աստված մտադրվել էր։ Ամեն կյանք որովայնում արդեն պատկանում է նրան։ Ամեն չծնված երեխա ստեղծված է Աստծո պատկերով։ Աստվածաշնչում ասվում է. «Դու ստեղծեցիր իմ ներքին մասերը, հյուսեցիր ինձ մորս որովայնում։ Փառաբանում եմ քեզ, որովհետև սքանչելիորեն կառուցված եմ»։ Սաղմոս 138:13-14, ռուսական սինոդական թարգմանություն։ Որովայնում կյանքի ընդհատումը պարզապես անձնական ընտրություն չէ, դա սիրով ստեղծվածի ոչնչացումն է, դա տաճարի կործանումն է նախքան այն ավարտվելը, դա կյանք տվողի մերզումն է, եւ եթե չլինի անկեղծ ապաշխարություն եւ դարձ Աստծուն, դա կհանգեցնի հետևանքների։ Մեր մարմինները մեր սեփականությունը չեն, պղծելու եւ կործանելու համար։ Չնայած աշխարհն ինչ է ասում, մարդիկ հաճախ ասում են. «Սա քո մարմինն է, արա ինչ ուզես»։ Կամ սա քո կյանքն է, դու ես սահմանում կանոնները։ Բայց Աստված ասում է այլ բան. քո մարմինը քոնը չէ, այն ինձն է պատկանում, եւ նա տալիս է հստակ զգուշացում. եթե կործանես իմ տաճարը, ես կկործանեմ քեզ։ Սա լուրջ է։ Սա չի կարելի ընդունել թեքևամտորեն։ Դու ապրում ես սեռական մեղքի մեջ, հրաժարվիր դրանից։ Վնասում ես քո մարմինին, դադարեցրու։ Ընկել ես կախվածության թակարդը, ազատվիր, որովհետև եթե անտեսես այս ամենը, կգա Աստծո դատաստանը։ Եվ երբ այն գա, այլևս ժամանակ չի լինի ապաշխարության համար։ Քո մարմինը սուրբ է։ Դա Աստծո տաճարն է։ Այն փրկագնվել է Հիսուսի արյունով։ Այդ պատճառով վերաբերվիր նրան հարգանքով։ Ապրիր այնպես, որ փառավորես Աստծուն։ Թողիր մեղքը եւ խնամիր այն տաճարը, որ նա վստահել է քեզ։ Որովհետև եթե որոշես կործանել այն, նա խոստացել է կործանել քեզ։ Ընտրությունը քոնն է։ Իսկ հիմա թույլ տվեք հարց տալ, որ անհանգստացնում է շատերին։ Իսկ եթե գոյություն ունի մի մեղք այնքան լուրջ, այնքան վտանգավոր հոգու համար, որ մեկ անգամ գործելով այլևս վերադարձ չկա։ Այդ մեղքը կոչվում է հետընթաց, ապստամբություն։ Այն կատարվում է, երբ մարդը լիովին հասկանում է ճշմարտությունը Հիսուսի մասին, զգում է նրա ուժը եւ այնուամենայնիվ որոշում է շրջվել։ Խոսքը ոչ թե կասկածների կամ հավատի դժվար ժամանակաշրջանների մասին է։ Խոսքը ոչ թե ժամանակավորապես կորած կամ թույլ զգալու մասին է։ Հետընթացը գիտակցված եւ վերջնական մերժումն է Քրիստոսից հետո, երբ արդեն ճանաչել ես նրան։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ եթե մարդը իսկապես կատարել է հետընթաց, այլևս հնարավոր չէ վերականգնել նրան։ Սա սարսափելի ճշմարտություն է, եւ շատերը նույնիսկ չեն գիտակցում, թե որքան մոտ են նրանք այդ սահմանին։ Այնպես որ ինչ է հետընթացը։ Դա նշանակում է հեռանալ, մերժել կամ լիովին լքել հավատը։ Աստվածաշունչը նկարագրում է դա որպես գիտակցված որոշում շրջվել Հիսուսից, ոչ նրանց կողմից, ովքեր երբեք չեն հավատացել, այլ նրանց կողմից, ովքեր երբեմն հավատացել են եւ հետո մերժել են նրան։ Եբրայեցիներին 6:4-6-ը տալիս է Սուրբ գրքի ամենաուժեղ զգուշացումներից մեկը։ Անհնար է նրանց համար, ովքեր մեկ անգամ լուսավորվել են, համտեսել են երկնային պարգևը, մասնակցել են Սուրբ Հոգուն, համտեսել են Աստծո բարի խոսքը եւ գալիք դարի ուժերը, եւ ընկել են կրկին թարմացվել ապաշխարությամբ։ Լսել եք, անհնար է, ոչ թե դժվար, ոչ թե քիչ հավանական, այլ անհնար։ Բացարձակապես անհասանելի։ Ինչու՞։ Որովհետև երբ մարդը իսկապես հանդիպել է Քրիստոսի ճշմարտությանը, զգացել է Սուրբ Հոգու ներկայությունը եւ այնուամենայնիվ որոշել է շրջվել, նա ոչ միայն սխալ է գործում, այլ գիտակցաբար մերժում է այն ամենը, ինչ երբեմն ընդունել է։ Նա ընտրում է ապրել բացահայտ ապստամբության մեջ, փակելով ներման դուռը։ Եվ այդ պահին վերադարձ այլևս չկա։ Հիմա եկեք հարց տանք, որ անհանգստացնում է շատերին։ Կարող է Հիսուսին հավատացողը կորցնել փրկությունը։ Այս հարցը վեճեր է առաջացնում։ Ոմանք ասում են, որ եթե փրկված ես, ոչ ոք չի կարող փոխել դա։ Մյուսները պնդում են, որ հավատացյալը կարող է շրջվել հավատից եւ կորցնել ամեն ինչ։
Բայց այնինչ մենք հաստատ գիտենք, Սուրբ Գիրքը կրկին ու կրկին զգուշացնում է մեզ. մի հեռացեք Աստծուց։ Այն կոչ է անում մեզ ամուր պահել մինչև վերջ։ Պարզ է, նրանք, ովքեր շրջվեն Քրիստոսից, կբախվեն հավերժական հետևանքների։ Այնպես որ փոխանակ հարցնելու կարող եմ կորցնել փրկությունը։ Ավելի լավ է հարցնել. իսկապես եմ քայլում Հիսուսի հետ, թե աստիճանաբար հեռանում եմ նրանից։ Որովհետև հավատից հեռանալը հազվադեպ է տեղի ունենում միանգամից։ Ամեն ինչ սկսվում է աննկատելիորեն։ Սկզբում փոքրիկ զիջումներ բարոյականության մեջ, հետո մի փոքր ավելի մեծ հետաքրքրություն աշխարհիկ բաների հանդեպ, ավելի քիչ ժամանակ աղոթքի և խորհելու համար։ Ժամանակի ընթացքում կապը Աստծո հետ թուլանում է, սիրտը սառչում է, հավատը նվազում է և գալիս է անտարբերությունը։ Աստվածաշունչը խոսում է ոչ թե տեսությամբ, այլ ցույց է տալիս մեզ օրինակներ։ Վերցնենք Հուդա Իսկարիոտացուն։ Նա տարիներ անցկացրեց Հիսուսի կողքին։ Նա սեփական աչքերով տեսավ հրաշքները, լսեց ճշմարտությունը առաջին ձեռքից, բայց վերջում նա փոխանակեց Հիսուսին մի քանի արծաթի դրամների հետ։ Երբ նա գիտակցեց գործածի ծանրությունը, նրան պատել էր զղջումը, բայց նա չդարձավ Աստծուն, նա չխնդրեց ներում։ Փոխարենը նա հանձնվեց հուսահատությանը և ինքնասպան եղավ։ Իսկ ահա Դեմասի օրինակը։ Նա կանգնած էր Պողոսի կողքին, աշխատում էր նրա հետ ավետարանի տարածման համար։ Պողոսը նույնիսկ հիշատակեց նրան որպես համագործակից Կողոսացիներին 4:14-ում։ Հետո Տիմոթեոսին 2-րդ նամակի 4-րդ գլխի 10-րդ համարում Պողոսը թխրությամբ գրում է, որ Դեմասը լքեց իրեն, որովհետև սիրեց այս աշխարհի հաճույքները և որոշեց հեռանալ։ Նա գիտեր ճշմարտությունը և բաց թողեց այն։ Ոչ թե ինչ-որ դրամատիկ իրադարձության պատճառով, այլ որովհետև աշխարհի հանդեպ սերը հանգիստ դուրս մղեց Քրիստոսի հանդեպ սերը։ Հենց այդպես է հաճախ տեղի ունենում և այսօր, ոչ զայրույթով կամ ապստամբությամբ, այլ դանդաղ աննկատելի զիջումներով։ Եկեք խոսենք այն մասին, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Ժամանակակից հետընթացը։ Ինչու է այդքան շատ մարդիկ շրջվում հավատից։ Մտածեք, թե քանի մարդ եք ճանաչում, ովքեր երբեմն հետևում էին Հիսուսին, իսկ հիմա ոչինչ ընդհանուր չունեն նրա հետ։ Ոմանք մեծացել են եկեղեցում, ոմանք նախկինում քարոզում էին կամ առաջնորդում էին փառաբանությունը, ոմանք նույնիսկ հովիվներ էին, իսկ հիմա ասում են, որ չեն հավատում։ Նրանք ասում են, որ իրենց Հիսուսը պետք չէ։ Նրանք կասկածում են Աստվածաշնչի ճշմարտությանը։ Այս մարդիկ երբեմն ճանաչել են փրկության ավետիսը, բայց ընտրել են լքել այն, և եթե նրանք չվերադառնան, մինչև իրենց սրտերը լիովին փակվեն Աստծո առջև, նրանք այլևս չեն վերադառնա։ Օժտված սրտի վտանգը։ Ահա սարսափելի ճշմարտությունը։ Որքան ավելի շատ մարդը շրջվում է Քրիստոսից, այնքան ավելի դժվար է դառնում վերադառնալը։ Եբրայեցիներին 10-րդ գլխի 26-րդ և 27-րդ համարներում կա լուրջ զգուշացում։ Եթե մենք գիտակցաբար շարունակենք մեղանչել այն բանից հետո, երբ ճանաչել ենք ճշմարտությունը, այլևս չի մնում զոհ մեղքերի համար։ Մնում է միայն դատաստանի սարսափելի սպասումը և կրակը, որը կուլ կտա Աստծուն հակառակվողներին։ Եթե քեզ ցույց է տրվել ճշմարտությունը, դու պատասխանատու ես դրա համար, և եթե մերժես այն, մնում է միայն դատաստանը։ Այս զգուշացումը ոչ միայն ուրիշների համար է, այլև քեզ համար։ Ոչ ոք հանկարծակի չի հեռանում Հիսուսից, դա աստիճանական մարում է։ Սկզբում դադարում ես աղոթել, հետո հեռանում ես եկեղեցուց, ընկղվում ես աշխարհի գործերի մեջ։ Դադարում ես լսել Աստծո ձայնը, և ժամանակի ընթացքում քո սիրտը սառչում է։ Ի վերջո դու լիովին մերժում ես Հիսուսին, և հաճախ, երբ գիտակցում ես, թե ինչ է տեղի ունեցել, արդեն ուշ է։ Այնպես որ ինչպես խուսափել դրանից։ Մնա Հիսուսի կողքին, պահպանիր քո սիրտը։ Մի թույլ տուր աշխարհին քեզ հեռացնել հավատից։ Շարունակիր պայքարել, նույնիսկ երբ դժվար է, որովհետև եթե հեռանաս և չվերադառնաս, երկրորդ շանս չի լինի։ Հետընթացի մեջ ընկնելը պատահական բան չէ, դա որոշում է, գիտակցված մերժում Քրիստոսից։ Եվ երբ սիրտը լիովին կարծրանում է, երբ մարդը լիովին շրջվում է Հիսուսից, հետդարձի ճանապարհը անհետանում է։ Այնպես որ տուր ինքդ քեզ ազնիվ հարց. դու մոտենում ես Հիսուսին, թե դանդաղ հեռանում ես նրանից։ Եթե զգում ես, որ սայթաքում ես, սա քո ազդանշանն է, կանգ առ։ Վերադարձիր Քրիստոսին, մինչև ուշ չլինի։ Գլուխ 4. Կենդանու նշանի ընդունումը։
անշրջելի ընտրություն։ Պատկերացրեք, որ կա մեկ միակ որոշում, որը որոշում է ձեր հավերժական ճակատագիրը, մեկ արարք, որը հավերժ կնքում է ձեր ճակատագիրը, ընտրություն, որից հետո հետդարձի ճանապարհ չկա, ողորմության հնարավորություն չկա, այլևս ներում չկա, որոշում, որը հանգեցնում է Աստծո հետ լիակատար եւ վերջնական բաժանման։ Այդ ընտրությունն է ընդունել կենդանու նշանը, եւ Սուրբ Գիրքը հստակ ասում է, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր դա անում են։ Հայտնություն 14:9-11-ում կա Աստվածաշնչի ամենասարսափելի զգուշացումներից մեկը. եթե մեկը երկրպագի կենդանուն եւ նրա պատկերին եւ ընդունի նշանը ճակատին կամ ձեռքին, նա կզգա Աստծո ողջ պարգությունը, առանց ողորմության խառնուրդի։ Նա կտանջվի կրակի եւ ծծմբի մեջ սուրբ հրեշտակների եւ գառնուկի առջև։ Նրանց տանջանքի ծուխը հավերժ կբարձրանա, առանց հանգիստ։ Թող սա ներթափանցի ձեր գիտակցության մեջ, ոչ մի րոպե հանգիստ, ոչ ցերեկը, ոչ գիշերը։ Հավերժական ագոնիա առանց ներման, առանց երկրորդ շանսի։ Ընդունել կենդանու նշանը դա անշրջելի որոշում է։ Բայց ինչ է հենց այդ նշանը, ինչպես է այն մցվելու աշխարհ, եւ ամենակարևորը, ինչպես խուսափել այդ թակարդից։ Եկեք քննենք, թե ինչ է կենդանու նշանը։ Աստվածաշունչը առաջին անգամ հիշատակում է այն Հայտնություն 13:16-17-ում։ Կենդանուն կստիպի բոլորին, անկախ դիրքից կամ ծագումից, ընդունել նշանը աջ ձեռքին կամ ճակատին։ Առանց դրա ոչ ոք չի կարողանա ոչ գնել, ոչ վաճառել։ Այդ նշանը կլինի կենդանու անունը կամ նրա անվան թիվը։ Սա պարզապես տնտեսական գործիք չէ։ Դա երկրպագության եւ հավատարմության արարք է հակաքրիստոսին։ Այն կդառնա պարտադիր նշան աշխարհի առաջնորդին լիակատար հավատարմության, ով բացահայտորեն հակառակվում է Աստծուն։ Ընդունել նշանը նշանակում է հանձնել ինքդ քեզ սատանային։ Սա չեզոք գործողություն չէ։ Կլինի դա ֆիզիկական նշան, սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է։ Ոմանք կարծում են, որ դա տեսանելի դաջավազք կամ կնիկ կլինի։ Մյուսները ենթադրում են, որ դա կարող է լինել միկրոչիպ կամ թվային ինքնություն, մաշկի տակ ներդրված։ Ոմանք նույնիսկ կարծում են, որ դա կարող է լինել խորհրդանշական, կենդանուն հավատարմության արտահայտություն գործողություններով կամ համոզմունքներով։ Թեև ճշգրիտ ձևը դեռ հայտնի չէ, մեկ բան պարզ է, այն կլինի ամենուրեք։ Այն պարտադիր կլինի տնտեսական կյանքի համար, այն կլինի հակաքրիստոսին լիակատար հավատարմության նշան։ Նշանի ընդունումը Աստծո ուղղակի մերժումն է։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Դուք չեք կարող ընդունել այն պատահաբար։ Դա կլինի գիտակցված, դիտավորյալ ընտրություն, շրջվել արարիչից եւ հետևել թշնամուն։ Եվ հենց որ այդ ընտրությունը կատարվի, այն կդառնա վերջնական։ Բայց սպասեք, միթե Աստված ամեն ինչ չի ների։ Իսկ եթե մարդը ապաշխարի նշան ընդունելուց հետո եւ ցանկանա վերադառնալ, պատասխանը ցավալի, բայց առավելապես հստակ։ Ոչ ոք, ով ընդունի կենդանու նշանը, այլևս չի կարողանա վերադառնալ։ Ինչու՞։ Որովհետև նշանի ընդունումը պատահական գործողություն չէ։ Դա հակաքրիստոսին լիակատար նվիրում է։ Դա սատանային երկրպագություն է։ Եվ ինչպես աններելի մեղքի դեպքում Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը կամ Քրիստոսի լիակատար մերժումը, դա հանգեցնում է սրտի վիճակի, որը դառնում է վերջնական կարծրացած։ Հայտնություն 16:2-ում մենք տեսնում ենք, որ նշանը տրվելուց հետո սկսվում են Աստծո դատաստանները։ Բայց նույնիսկ այդ ժամանակ, նույնիսկ երբ մարդիկ տանջվում են, նույնիսկ երբ տեսնում են Աստծո ուժի դրսևորումը, նրանք չեն ապաշխարի, նրանց սրտերը կմնան ապստամբության մեջ, նրանց ճակատագիրը կնքված կլինի, նրանք կկորչեն հավերժ։ Հիմա դուք կարող եք հարցնել, իսկ ինչ կասեք քրիստոնյաների մասին։ Կարող է հավատացյալը ստիպված ընդունել նշանը։ Շատերը անհանգստանում են, իսկ եթե ինձ խաբեն, իսկ եթե դա պատահաբար լինի։ Վստահ եղեք, դուք չեք կարող ընդունել նշանը սխալմամբ։ Դա կլինի գիտակցված, դիտավորյալ ընտրություն, որոշում հետևել կենդանուն, ոչ թե Աստծուն։ Նրանք, ովքեր իսկապես հետևում են Հիսուսին, երբեք չեն ընդունի այն, նույնիսկ եթե դա արժենա ամեն ինչ, նույնիսկ եթե աշխատանքից հեռացնեն, նույնիսկ եթե հետապնդեն կամ բանտ գցեն, նույնիսկ եթե առանց սննդի մնան կամ մահանան, նրանք կմնան հավատարիմ, նրանք կընտրեն Քրիստոսին, ոչ թե հարմարավետությունը։ Ահա թե ինչու Հայտնություն 24-ում Հովհաննեսը նկարագրում է այդպիսի տեսիլք. Ես տեսա նրանց հոգիները, ովքեր սպանվել էին Հիսուսի վկայության եւ Աստծո խոսքի համար։ Նրանք չեն երկրպագել կենդանուն եւ նրա պատկերին եւ չեն ընդունել նշանը ճակատին կամ ձեռքին։ Ոմանք կմահանան հրաժարվելով ընդունել նշանը, բայց նրանք կվերակենդանան եւ կթագավորեն Քրիստոսի հետ նրա արքայությունում։
Հիմա նայեք շուրջը գտնվող աշխարհին։ Կառավարությունները առաջ են մղում թվային ինքնությունը եւ ուժեղացնում են վերահսկողությունը ֆինանսական համակարգերի նկատմամբ։ Մարդկանց աստիճանաբար սովորեցնում են ընդունել կենտրոնացված իշխանություն։ Տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ առանց կանխիկի հասարակությունը կարող է պարտադիր դառնալ գրեթե մեկ գիշերվա ընթացքում։ Եվ երբ հակաքրիստոսը հայտնվի, այս բոլոր համակարգերը կդասավորվեն իրենց տեղերում, բայց ահա հույսը հավատացյալների համար։ Աստվածաշունչը ասում է, որ եկեղեցին, բոլոր նրանք, ովքեր հետևում են Քրիստոսին, այստեղ չեն լինի, երբ նշանը հայտնվի։ Ինչու՞։ Որովհետև մեծ դատաստանի սկզբից առաջ կլինի վերցնելը, հափշտակումը։ Հիսուսի հետևորդները կվերցվեն աշխարհից մինչև նեղության սկզբից։ Այնպես որ եթե հիմա հավատում եք Հիսուսին, ձեզ չի հասնի այդ ընտրության առջև կանգնելու անհրաժեշտությունը, բայց եթե այսօր մերժում եք Քրիստոսին, եթե շրջվում եք Աստծո հրավերից, դուք կմնաք այստեղ։ Եվ այդ ժամանակ կբախվեք կյանքի ամենալուրջ ընտրությանը՝ մնալ հավատարիմ Քրիստոսին եւ տարապրել, թե ընդունել նշանը եւ կորցնել հավերժ։ Սա բարձրապես պատմություն կամ զգուշացում չէ, սա իրականություն է եւ այն ավելի մոտ է, քան կարծում եք։ Սա պարզապես ապագայի մասին մեկ մարգարեություն չէ, սա իրականություն է, որը արագորեն մոտենում է։ Եվ հետևաբար գլխավոր հարցը՝ ուր եք կանգնած դուք։ Իսկապես եք ապրում Հիսուսի հետ։ Պատրաստ կլինեք, եթե այսօր լիներ այն օրը, երբ նա կանչեր ձեզ տուն, թե դեռ թեթև ամտորեն եք վերաբերվում ձեր հավատին։ Որովհետև երբ կենդանու նշանը հայտնվի, ընտրություն կատարելու շանս այլևս չի լինի։ Ձեր որոշումը կդառնա վերջնական, ձեր ճակատագիրը կնքված կլինի, հետադարձի ճանապարհ չի մնա։ Մի սպասեք մինչև ուշ լինի, ընտրեք Հիսուսին այսօր, հետևեք նրան այսօր, հանձնեք նրան ձեր կյանքը հիմա, որովհետև շուտով ձեր ընտրությունը կդառնա վճռորոշ, հավերժ։ Եվ երբ այդ պահը գա, մտածելու ժամանակ այլևս չի լինի։ Գլուխ 5. Դիտավորյալ մեղանչում առանց ապաշխարության։ Ինչ է տեղի ունենում, երբ մարդը հստակ հասկանում է Աստծո ճշմարտությունը, բայց շարունակում է ընտրել այն, ինչ գիտի, որ մեղք է։ Իսկ եթե նա զգում է, թե ինչպես է Սուրբ Հոգին հորդորում իրեն ապաշխարել, բայց այնուամենայնիվ անտեսում է այդ կոչը։ Ինչ է տեղի ունենում, երբ սիրտը դառնում է այնքան սառը եւ կարծրացած, որ մարդն այլևս նույնիսկ չի ուզում ապաշխարել։ Սուրբ Գիրքը տալիս է սարսափելի պատասխան։ Եբրայեցիներին 10-րդ գլխի 26-27 համարներում ասվում է. Եթե մենք գիտակցաբար շարունակենք մեղանչել այն բարից հետո, երբ ճանաչել ենք ճշմարտությունը, այլևս չի մնում զոհ մեղքերի համար։ Մնում է միայն դատաստանի սարսափելի սպասումը եւ կրակը, որը կուլ կտա Աստծուն հակառակվողներին։ Նկատել ենք, այլևս զոհ չի մնում, մնում է միայն դատաստանը։ Խոսքը ոչ թե նրանց մասին է, ովքեր սայթաքում են եւ հետո խնդրում են ներում, ոչ թե նրանց մասին, ովքեր պայքարում են մեղքի հետ, բայց ձգտում են փոխվել։ Այստեղ խոսքը նրանց մասին է, ովքեր հստակ հասկանում են, թե ինչն է ճիշտ եւ գիտակցաբար անտեսում են դա։ Եթե մարդը գնում է այս ճանապարհով, հրաժարվում է լսել Աստծուն, մերժում է նրա շնորհը, ինչ որ պահի նա կհասնի այն վիճակին, երբ ներումն այլևս հասանելի չի լինի։ Կանգ առեք մի րոպե եւ մտածեք, թե ինչ է նշանակում դիտավորյալ մեղանչել։ Մեծ տարբերություն կա մեղքի մեջ սայթաքելու եւ այն կյանքի օջ դարձնելու միջև։ Հիսուսի իսկական հետևորդը պայքարում է, բայց նաեւ ապաշխարում է, դիմադրում է եւ ձգտում է աճել։ Իսկ կարծրացած սիրտը սիրում է մեղքը, չի ուզում փոխվել եւ անտարբեր է հետևանքների նկատմամբ։ Աստվածաշունչը զգուշացնում է, նրանք, ովքեր շարունակում են մեղանչել առանց ապաշխարության, գտնվում են լուրջ վտանգի մեջ։ Նրանք գնում են ուղիղ դեպի կորուստ։ Նրանք մերժում են Աստծո բարությունը եւ դեն նետում այն պարգևը, որը կարող էր փրկել նրանց։ Եբրայեցիներին 10:29-ում ասվում է, որքան ավելի խիստ պատիժ կլինի նրան, ով ոտնահարում է Աստծո որդուն, անարգում է ուխտի արյունը սուրբ համարելով եւ վիրավորում է շնորհի հոգուն։ Շարունակել մեղանչել առանց ապաշխարության դա նման է ծաղրել Քրիստոսի զոհին։ Դա նման է, եթե ասեիք Աստծուն, ինձ անտարբեր է, թե ինչ ես արել ինձ համար։ Ասել ինձ համար ավելի կարևոր է իմ մեղքը, քան դու, դա չափազանց վտանգավոր վիճակ է, եւ եթե մարդը շարունակում է գնալ այս ճանապարհով, կարող է գալ մի օր, երբ Աստված դադարի կանչել նրան։ Սիրտը կարող է այնքան փակվել, որ մարդն այլևս նույնիսկ չցանկանա վերադառնալ, եւ երբ դա տեղի ունենա, արդեն ուշ կլինի։ Օժտված սրտի վտանգը։ Ամեն անգամ, երբ մենք մեղանչում ենք, Սուրբ Հոգին խոսում է մեր խղճին։ Դու զգում ես մեղքի զգացում, զգում ես ներքին կոչը շրջվել հետ, խորքում գիտես, որ պետք է վերադառնաս Աստծուն։
Բայց եթե շարունակում եք անտեսել այդ հանգիստ ձայնը, այն սկսում է մարել։ Եթե ապրում եք մեղքի մեջ եւ չեք փորձում փոխվել, ձեր սիրտը սկսում է սառչել, եւ մի օր դուք այլևս ոչինչ չեք զգա, ոչ մեղքի զգացում, ոչ կոչ, ոչ ցանկություն ինչ-որ բան փոխելու։ Հենց այդ ժամանակ մարդը մտնում է չափազանց վտանգավոր հոգևոր վիճակի մեջ, որովհետև երբ դադարում ես զգալ հանդիմանությունը, դադարում ես փնտրել ներում, իսկ առանց ներում խնդրելու անհնար է ստանալ այն։ Աստվածաշնչյան օրինակներ օժտված սրտի մասին։ Փարավոնը վառ օրինակ է մարդու, ով հրաժարվում էր լսել Աստծուն, մինչև ուշ չդարձավ։ Ելք գրքում Աստված ուղարկում էր Մովսեսին կրկին ու կրկին, զգուշացնելու Փարավոնին։ Ամեն անգամ, երբ Եգիպտոսին հարվածում էր նոր պատիժ, Փարավոնն ուներ ապաշխարելու շանս, բայց առաջին պատժից հետո նա փակեց իր սիրտը, երկրորդից հետո նորից, հետո եկան երրորդը, չորրորդը, հինգերորդը եւ վեցերորդը, եւ այնուամենայնիվ նա հրաժարվում էր։ Փարավոնը շարունակում էր ասել Աստծուն. ոչ, եւ ի վերջո Աստված թույլ տվեց, որ նրա սիրտը վերջնականապես կարծրանա։ Նա չափազանց հեռու գնաց, Աստված դադարեց խոսել նրա հետ, եւ ի վերջո Փարավոնը լիովին կործանվեց։ Եսավը մարդ էր, ով ցանկացավ ներում, բայց խնդրեց չափազանց ուշ։ Եբրայեցիներին 12:16-17-ում կա զգուշացում. մի եղեք Եսավի պես, ով իր առաջնորդությունը փոխանակեց միայն սննդի համար, հետո երբ ցանկացավ վերադարձնել օրհնությունը, այն մերժվեց նրան։ Թեև նա խնդրում էր արդյունքներով, ոչինչ փոխել չէր կարող։ Նա ուզում էր ապաշխարել, բայց պահը կորցրել էր։ Ահա թե ինչու է վտանգավոր խաղալ մեղքի հետ։ Դու կարող ես մտածել, որ միշտ ժամանակ կունենաս ամեն ինչ ուղղելու։ Դու կարող ես հավատալ, որ կվերադառնաս Աստծուն, երբ ինքդ պատրաստ կլինես, բայց մի օր, ինչպես Եսավը, կարող ես հասկանալ, որ ժամանակն ավարտվել է, մինչդեռ սպասում էիր։ Արդյոք Աստված երբևէ հրաժարվում է մարդուց։ Աստված անհավանական համբերատար է, նա լի է ողորմությամբ, նա արած շնորհով է, բայց նա այն մեկը չէ, ում հետ կարելի է խաղալ։ Գալատացիներին 6:7-ում հստակ ասվում է. մի խաբվեք, Աստծուն հնարել չի լինի, ինչ սերմանում է մարդը, այն էլ կհնձի։ Եթե շարունակում ես խաղալ մեղքի հետ, անտեսում ես նրա զգուշացումը եւ մերժում ես նրա հրավերը փոխվելու, կգա պահ, երբ նա դադարի կանչել։ Հռոմեացիներին 1:24-26 համարներում ասվում է, որ երբ մարդիկ հրաժարվեցին թողնել մեղքը, Աստված թույլ տվեց նրանց գնալ իրենց ճանապարհով, նա թույլ տվեց նրանց հետևել իրենց ապականված ցանկություններին, նա հանձնեց նրանց մտքերը լցված խավարով, նրանք հետ մխեցին Աստծուն, եւ ի վերջո Աստված թույլ տվեց նրանց հեռանալ։ Սա սարսափելի վիճակ է։ Եթե հիմա դիտում ես սա եւ հարցնում ես ինքդ քեզ. ես չափազանց հեռու գնացի, դեռ ժամանակ ունեմ, ահա լավ լուրը։ Եթե դեռ զգում ես, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում քո սրտին, նշանակում է, որ դեռ ուշ չէ։ Եթե դեռ քեզ անտարբեր չէ եւ ուզում ես վերադառնալ Աստծուն, նշանակում է, որ հույսը կորած չէ։ Եթե շարունակում ես փնտրել Աստծուն, նշանակում է, որ նա չի շրջվել քեզանից, բայց խնդրում եմ լուրջ վերաբերվիր դրան, մի հետաձգիր։ Եթե շարունակես հետ մղել նրան, մի օր դու այլևս չես զգա այդ ներքին կոչը։ Մի օր քո սիրտը կարող է սառչել, մի օր նրա ձայնը կարող է լռել։ Եվ եթե այդ օրը գա, երկրորդ շանս այլևս չի լինի։ Ձեզանից ոմանք խորքում գիտեն, որ ապրում են մեղքի մեջ։ Դուք գիտեք, որ դա սխալ է։ Դուք զգում եք, թե ինչպես է Աստված կանչում ձեզ փոխվել, բայց շարունակում եք ասել ինքներդ ձեզ. հետո կուղեմ։ Թույլ տվեք ասեմ ձեզ ճշմարտությունը։ Դուք վտանգավոր դիրքում եք։ Դուք գնում եք ուղիղ դեպի կորուստ։ Հնարավոր է դուք շատ ավելի մոտ եք Աստծո դատաստանին, քան կարծում եք։ Այդ պատճառով հարցնում եմ ձեզ. կշարունակեք անտեսել Աստծո ձայնը, թե կվերադառնաք նրան մինչև ուշ չլինի։ Որովհետև երբ Աստված դադարում է կանչել, վերադառնալու հնարավորությունը անհետանում է։ Այն այլևս չի կարող փոխվել։ Ողորմությունը կավարտվի։ Սա ձեր ընտրությունն է։ Գլուխ 5. Վիրավորանքի եւ աններելու վտանգը։ Եթե հրաժարվում եք ներել ուրիշներին, Աստված չի ների ձեզ։ Պատկերացրեք, եթե ասեի, որ զայրույթը եւ վիրավորանքը ինչ-որ մեկի նկատմամբ կարող են հանգեցնել Աստծո հետ հավերժական խզման։ Սա կոշտ է հնչում, բայց ճշմարտությունն այն է, որ աններելը չափազանց լուրջ է, այն կարող է խոչընդոտել հենց Աստծուն ներելու ձեզ։ Սա պարզ բան չէ, սա չի կարելի պարզապես անտեսել, եւ դուք չեք կարող արդարանալ ասելով՝ դու չգիտես, թե ինչ արեց նա կամ նա ինձ։
որովհետև Հիսուսը շատ հստակ ասաց. «Եթե դուք ներում եք մարդկանց իրենց սխալները, ձեր երկնային Հայրն էլ կների ձեզ, բայց եթե դուք չեք ներում ուրիշներին իրենց մեղքերը, ձեր երկնային Հայրն էլ չի ների ձեր մեղքերը»։ Սրանք Հիսուսի խոսքերն են Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխի 14-15 համարներում։ Թող սա ներթափանցի ձեր սրտում։ Եթե որոշում եք չներել ինչ-որ մեկին, Աստված էլ չի ների ձեզ, իսկ եթե Աստված չի ների ձեզ, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է բաժանում նրանից, դա նշանակում է կրել մեղքի բեռը, դա նշանակում է կանգնել դատաստանի առջև։ Ներելուց հրաժարվելը ոչ միայն թուլություն է, դա անհնազանդություն է, դա նման է թույնի, որը դանդաղ կործանում է հոգին։ Սա այնքան լուրջ մեղք է, որ կարող է փակել ձեզ երկնքի ճանապարհը։ Այնպես որ հարցրեք ինքդ քեզ. կա ինչ-որ մեկում դեռ չես ներել։ Եթե այո, խնդրում եմ լսեք։ Ինչու է ներումն այդքան կարևոր։ Շատերը կարծում են, որ ներելը կամքի գործ է։ Ասում են՝ ես կներեմ, բայց չեմ մոռանա, կամ նա արժանի չէ ներման, կամ ես կներեմ, երբ նա ներողություն խնդրի։ Բայց ահա ճշմարտությունը, իսկական ներումը նրանց համար չէ։ Դա ձեր սրտի եւ Աստծո հետ ձեր հարաբերությունների մասին է։ Երբ ընտրում եք չներել, դուք ինքներդ ձեզ բանտ եք գցում, ապրում եք դառնության մեջ։ Դուք կտրում եք ինքներդ ձեզ Աստծո շնորհից։ Մարկոս 11:25-ում ասվում է. «Երբ աղոթում եք, եթե պահում եք վիրավորանք, թողեք այն, որպեսզի ձեր երկնային Հայրն էլ ների ձեզ»։ Հակառակ դեպքում ձեր աղոթքը առանց պատասխանի կմնա։ Օրհնությունները չեն գա, իսկ ձեր մեղքերը կմնան։ Առանց Աստծո ներման ձեր հոգին վտանգի մեջ է։ Հիսուսը բացատրեց դա Մատթեոսի ավետարանի 18:21-15-ի առակում։ Պետրոսը հարցրեց. «Տեր, քանի անգամ պետք է ներեմ նրան, ով մեղանչի իմ դեմ, մինչև 7 անգամ»։ Հիսուսը պատասխանեց. «Ոչ 7, այլ 70 անգամ 7»։ Հետո նա պատմեց այսպիսի պատմություն. մի ծառա պարտքեր թագավորին հսկայական գումար, միլիոններով, այսօրվա չափերով։ Նա աղաչում էր խնայել, եւ թագավորը խղճալով ներեց նրան ամբողջ պարտքը։ Բայց նույն այդ ծառան դուրս եկավ եւ գտավ մի մարդու, ով իրեն պարտք էր շատ փոքր գումար։ Փոխանակողորմություն ցուցաբերելու նա բռնեց նրան կոկորդից եւ պահանջեց վերադարձնել փողը։ Երբ թագավորը իմացավ դրա մասին, չափազանց զայրացավ։ «Չար ծառա», ասաց նա, «ես ներեցի քեզ հսկայական պարտքը, որովհետև դու խնդրեցիր ինձ։ Միթե դու պարտավոր չէիր նույնը անել այդ մարդու հետ»։ Այդ ժամանակ թագավորը հրամայեց նետել նրան բանդը, մինչև վճարի ամեն ինչ մինչև վերջին մետաղադրամը։ Հիսուսն ավարտեց այս առակը զգուշացմամբ. «Այդպես էլ իմ երկնային Հայրը կանի ձեզ հետ, եթե չներեք յուրաքանչյուրին ամբողջ սրտով»։ Լսել եք սա. եթե հրաժարվում եք թողնել վիրավորանքը, Աստված չի թողնի քո մեղքը։ Եթե կառչում ես ծայրույթից, դու ինքդ քեզ բանտ ես գցում։ Եթե ընտրում ես դատաստան ողորմության փոխարեն, քեզ էլ սպասվում է Աստծո դատաստանը։ Եվ սա պետք է ստիպի մեզ մտածել, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը սրտում պահում է աններելը։ Առաջինը, քո սիրտը սկսում է սառչել։ Ամեն անգամ, երբ հիշում ես վիրավորանքը, դառնությունը ավելի խոր է արմատանում, որքան ավելի ուժեղ ես զայրանում, այնքան ավելի հեռու ես Աստծուց։ Երկրորդը, քո աղոթքները կորցնում են ուժը։ Հիսուսը հստակ ասաց. եթե չներես, քո աղոթքները չեն հասնում Աստծուն։ Դառնությունը խախտում է քո կապը նրա հետ։ Երրորդը, դու տեղ ես տալիս դևին։ Դևը սնվում է ատելությամբ եւ վիրավորանքներով։ Աններելը նրան տարածք է տալիս գործելու։ Մինչ նա պահում է քեզ, հոգևոր կյանքը չի զարգանում։ Դու մնում ես տեղում եւ Աստծո օրհնությունները չեն գալիս։ Չորրորդը, դու փակում ես դուռը Աստծո շնորհի առջև։ Երբ թողնում ես վիրավորանքը, բացում ես սիրտդ Աստծո բարիքների առջև, բայց եթե կառչում ես սայրույթից, դու ինքդ ես հետ մղում այն լավը, որ Աստված ուզում է տալ քեզ։ Հինգերորդը, դու վտանգի ես ենթարկում քո հոգին։ Սա ամենալուրջն է։ Մահանալ աններելով սրտում նշանակում է մահանալ մեղքով։ Հիսուսը ուղղակի ասաց. եթե չներես ուրիշներին, քո Հայրն էլ չի ների քեզ։ Այնպես որ, եթե հրաժարվում ես ներել, դու վտանգի ես ենթարկում քո հավերժական ապագան։ Ինչպես ներել նրան, ով պատճառել է խորցավ։ Ես հասկանում եմ, դա հեշտ չէ։ Ձեզանից ոմանք խորապես վիրավորված եք, ոմանք անցել են դավաճանության, բռնության, լքվածության միջով։ Որոշվերքերը այնքան խոր են, որ ներումը անհնարին է թվում։ Բայց լսեք, ներումը զգացում չէ, դա որոշում է։ Ներելը չի նշանակում ասել, որ այնինչ արել են ճիշտ էր։
Դա նշանակում է, որ դու ընտրում ես այլևս չկրել այդ ցավի բեռը։ Խոսքը ոչ թե նրանց մասին է, այլ քո եւ Աստծո հետ քո հարաբերությունների մասին։ Եփեսացիներին 4 գլխի 11-12 համարները մեզ ուղղություն են տալիս, թե ինչպես սկսել ներել։ Առաջին է. հիշիր, թե ինչ արեց Աստված քեզ համար։ Դու չես արժանի նրա սիրո, չես վաստակել նրա ողորմությունը, բայց նա ամբողջությամբ եւ առանց պայմանների ներեց քեզ։ Երկրորդը. աղոթիր նրա համար, ով վիրավորեց քեզ։ Խնդրիր Աստծուն օրհնել այդ մարդուն, խնդրիր նրան բուժել քո ցավը, խնդրիր ազատել քեզ դառնությունից, որը քաշում է քեզ ներքև։ Երրորդը. արտասանիր խոսքերը. ես ներում եմ։ Նույնիսկ եթե դեռ չես զգում, որ պատրաստ ես, նույնիսկ եթե ցավը դեռ կենդանի է, ասա դա հավատով եւ սիրտը կհետևի խոսքերին։ Չորրորդը. թողիր վրեժխնդրության ցանկությունը։ Դադարեցրու վիրավորանքը գլխումդ պտտելը, հանձնիր ամեն ինչ Աստծո ձեռքերը, վստահիր նրան, նա արդար դատավոր է եւ կգործի ճիշտ։ Մի թույլ տուր աններելուն կործանել քեզ ներսից։ Ես չգիտեմ, թե ով է վիրավորել քեզ եւ ինչ է արել, բայց մեկ բան գիտեմ, դա չարժե քո հոգուն։ Այդ դավաճանությունը չարժե հավերժ բաժանվել Աստծուց, այդ ցավը, այդ զայրույթը չարժե կորցնել Աստծո ներումը։ Մտածիր այդ մասին։ Հիսուսը ներեց նրանց, ովքեր խաչին գամեցին իրեն։ Կգտնես քո սրտում ուժը ներելու նրան, ով վիրավորել է քեզ, որովհետև եթե հրաժարվես, Աստված կպահի իր ներումը, իսկ առանց նրա ողորմության հույս չկա։ Հարցրու ինքդ քեզ, ում պետք է ներես այսօր, ում վրա ես պահում վիրավորանքը, ում պետք է թողնես, որպեսզի ազատվես։ Մի սպասիր, մի թույլ տուր դառնությանը գրավել քո հոգին, ների՛ր, մինչև ուշ չլինի։ Եզրակացություն, փրկության հույսը, կա ճանապարհ դեպի հետ այդպիսի ծանր մեղքերից հետո։ Այն ամենից հետո, ինչի մասին խոսեցինք, 6 մեղքեր, որոնք վտանգի են ենթարկում քո հոգին, դու կարող ես զգալ երկու բանից մեկը՝ վախ։ Գուցե մտածում ես, ես չափազանց հեռու գնացի, սա այլևս ուղղել չի լինի, իմ ամեն ինչն ավարտված է։ Հանդիմանություն։ Գուցե զգում ես, թե ինչպես է Աստված դիպչում քո սրտին, կանչելով վերադառնալ, քանի դեռ ժամանակ կա։ Լսիր, եթե դեռ զգում ես այդ հանդիմանությունը, հույսը դեռ կենդանի է, որովհետև ամենամեծ վտանգը ոչ թե հենց մեղքն է, այլ երբ քո սիրտը դառնում է անտարբեր, երբ ոչինչ չես զգում, երբ այլևս չես ուզում փոխվել, երբ խուլ ես ճշմարտությանը, ահա այդ ժամանակ իսկապես սարսափելի է դառնում։ Ահա այդ ժամանակ կարող է արդեն ուշ լինել, բայց եթե դեռ կարդում ես սա, նշանակում է Աստված դեռ խոսում է քեզ հետ, իսկ նշանակում է դեռ ուշ չէ։ Նրա ողորմությունը դեռ հասանելի է, բայց միայն եթե շրջվես դեպի նա։ Այս զգուշացումները լուրջ են, բայց գլխավորն այն է, որ Աստված չի ուզում մերժել քեզ, նա ծարավ է փրկել քեզ։ Պետվասի 2-րդ նամակի 3-րդ գլխի 9-րդ համարում գրված է, որ Տերը չի ուշացնում խոստումը։ Նա համբերատար է, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորչի։ Նա ուզում է, որ բոլորը դառնան դեպի նա եւ փրկվեն, եւ դա ներառում է քեզ հենց հիմա։ Նա տալիս է քեզ այս պահը, շանսը հեռանալ մեղքից, շանսը ամեն ինչ հանձնել Հիսուսին, շանսը ներվել մինչև ժամանակը չսպառվի, բայց դու պետք է գործես հիմա։ Մի ձևացրու, որ հետո կլինի եւս մեկ շանս։ Մի համարիր Աստծո համբերությունը ինքնին հասկանալի։ Մի խլիր այն հանդիմանությունը, որ զգում ես քո սրտում հենց հիմա, որովհետև ահա ճշմարտությունը։ Կգա օր, երբ Աստծո համբերությունը կավարտվի։ Շնորհի պատոհանը հավերժ բաց չի մնա։ Վաղ թե ուշ կգա դատաստանը։ Դու կկանգնես դեմ առ դեմ քո արարիչի հետ, եւ այն, ինչ ընտրեցիր այս կյանքում, թե ինչպես արձագանքեցիր նրան, կորոշի քո հավերժությունը։ Դա կլինի հավերժական կյանք Աստծո հետ կամ հավերժական բաժանում նրանից։ Դա կլինի ներում կամ չներող մեղքի ծանրություն։ Այդ պահից հետո երկրորդ շանս չի լինի։ Այնպես որ հարցրու ինքդ քեզ, ինչ ես ընտրելու։ Դու արդեն լսել ես խիսուղերձը, հասկանում ես հետևանքները, գիտես թե ինչ է խաղադրույքի վրա։ Հիմա որոշումը քո ձեռքերում է։ Կընտրես թողնել մեղքը եւ հանձնել քո կյանքը Քրիստոսին հենց հիմա։ Կկնքես խաղաղություն Աստծո հետ, քանի դեռ ժամանակ կա։ Թե կհետաձգես դա, կփակես քո սիրտը եւ կվտանգես չափազանց հեռու գնալ։ Այսօր կայացրած որոշումը կարող է որոշել քո հավերժությունը։ Մի սպասիր հաջորդ պահին։ Մի մտածիր, որ դեռ ժամանակ կունենաս։ Ընտրիր Հիսուսին հիմա, մինչև դուռը դեռ բաց է։ Եթե քո սիրտը պատրաստ է, կարող ես անկեղծորեն արտասանել այս աղոթքը։ Աստված,
Ես գիտեմ, որ սխալներ եմ գործել։ Ես ապրել եմ իմ ձևով եւ ուզում եմ փոխվել։ Ների ինձ, խնդրում եմ, Հիսուս։ Ես հավատում եմ, որ դու քո կյանքը տվեցիր ինձ համար, եւ հիմա ես տալիս եմ իմը քեզ։ Խնդրում եմ քեզ, առաջնորդիր ինձ եւ լցրու ինձ քո հոգով։ Այսօրվանից ես ուզում եմ գնալ քեզ հետ, ինչ էլ որ արժենա դա։ Ամեն։ Եթե այս խոսքերը եկել են քո սրտից, Աստված լսել է քեզ, բայց միայն մի արտասանիր դրանք, ապրիր դրանցով։ Թող այսօրը դառնա նոր կյանքի սկիզբը, իսկական փոփոխության, որովհետև երբ կա այն օրը, երբ կանգնես Աստծո առջև, շնորհակալ կլինես, որ արեցիր այս ընտրությունը։ Աշխարհը լի է շեղող բաներով, գայթակղություններն ամենուր են։ Թվում է, թե խավարը տարածվում է ավելի արագ, բայց Հիսուսի վերադարձը մոտենում է։ Այնպես որ կառչիր ճշմարտությունից, շարունակիր աղոթել, մնա նրա կողքին, չնայած ամեն ինչի, որովհետև երբ ամեն ինչ անհետանա, կմնա միայն մեկ հարց. արդյոք դու իսկապես ապրել ես Հիսուսի համար։ Համոզվիր, որ քո պատասխանը այո է։ Եղիր ուժեղ, եղիր հավատարիմ։ Ժամանակը չի չէ։ Հիսուսը շուտով վերադառնում է։